Նոյանտապանում հյուրընկալել եմ կանայք եւ գլոբալ անվտանգային ճարտարապետություն կենտրոնի ավագ փորձագետ Էլեն Հոխիկյանին։ Տիկին Հոխիկյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Տարբեր գնահատականներով վճռորոշ ընտրությունները արդեն անցյալում են։ Փաշինյանը ստանում է շնորհավորանքներ հաղթանակի կապակցությամբ։ Ուժեղ Հայաստանը հայտարարում է, որ ընտրություններն անցել են աննախադեպ բռնաճնշումների եւ խախտումների արձանագրմամբ, նաև պնդում, որ հրապարակված թվերը չեն արտացոլում իրական պատկերը։ Ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանն էր հայտարարել, որ վիճարկելու են, այսօր արդեն հաստատել է Իշխան Սաղաթելյանը, որ դիմելու են սահմանադրական դատարան, ԲՀԿ-ն էլ վերահաշվարկի համար է դիմել, այսինքն գործընթացի մեջ է։ Ընդհանուր առմամբ ձեր գնահատականը որն է, ինչ վերլուծություն ունեք եւ նոր խորհրդարանը, եթե այսպիսով սկսի աշխատել, այս տեսքով սկսի աշխատել, որքանով է բխելու մեր երկրի շահերից։ Կրկին շնորհակալություն հրավերի համար, սկզբից սկսեմ ընտրություններից, կարծում եմ սա հերթական վերջին առնվազն 8 տարիների ընթացքում հերթական ազատ անկախ ընտրություններն էին, որին մենք ականատես եղանք։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, առնվազն այն քաղաքացիները, ովքեր գումարի դիմաց չէին քվեարկում, ում Ռուսաստանից չէին բերել, որպեսզի նրանք քվեարկեին ինչ-ինչ ուժերի օգտին, Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր խղճին համաձայն ընտրություն է արել, ընտրելով այն քաղաքական ուժերին, որոնց նրանք աջակցում էին, որոնց ծրագրերը կամ գաղափարական, թերևս ծրագրերի քննարկումը, քանի որ չենք տեսել, ավելի շատ գաղափարական հենքը կամ ուղղվածությունը նրանց ավելի սրտամոտ է։ Ինչ վերաբերում է երկրորդ մասին, որ ընտրությունները անցել են բռնաճնշումներով, տարբեր գնահատականներով, նշեմ, որ սա լսում ենք նաև Մոսկվայից, այսինքն Սամվել Կարապետյանի քաղաքական ուժը, որ հստակ ռուսական ուղղվածություն ունի եւ նրանք դա առանձնապես չեն էլ թաքցնում, նրանք կրկնում են այնինչ ասում են ռուսական քարոզչամեքենայի ներկայացուցիչները, վերջերս էլ 3 էր, եթե չեմ սխալվում, Մեդուզան հանդես եկավ հոդվածով, որտեղ նշում էր, որ ռուսական տարատեսակ քարոզչական հեռուստաալիքներին իջեցվել են կոնկրետ հրամաններ, թե որ դիտանկյունից եւ ինչպես պետք է լուսաբանել Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները եւ մասնավորապես ինչ որակումներ դրանց պետք է տալ, հենց նույն որակումներն էլ այսօր լսում ենք նույն Սամվել Կարապետյանի ղեկավարած կամ ավելի ճիշտ Նարեկ Կարապետյանի ղեկավարած քաղաքական ուժի կողմից։ Այն մարդիկ, ովքեր եղել են ընտրատեղամասերում կարող են փաստել, որ բռնության գործադրման ինչ որ դեպքեր չեն տեսել, այդ գնահատականը հնչեց նաև SNG-ի ԱՊՀ երկրների ավելի ճիշտ դիտորդական խմբի կողմից, նրանց դիտողությունները շատ թեթև բաների էին վերաբերվում, մասնավորապես տարատեսակ ընտրատեղամասերի հասանելիության եւ նմանատիպ այլ մանր խնդիրների, որոնք որևէ կերպ ընտրությունների անցկացման որակի վրա անդրադառնալ առանձնապես չեն կարող, այնպես որ կրկին արձանագրենք, որ այն գնահատականները, որ մենք լսում ենք Սամվել Կարապետյանի ղեկավարած քաղաքական ուժի կողմից, Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած քաղաքական ուժի կողմից ավելի շատ քաղաքական, այլ ոչ իրատեսական գնահատականներ են, քանզի նրանք չեն կարողացել գրանցել այն արդյունքները, որոնք ցանկալի կլինեին իրենց համար։ Աշխարհաքաղաքական ենթատեքստի առումով ինչ կարող եք ասել, օրինակ եվրոպական երկրների ղեկավարները, որոնք շնորհավորում էին կամ կառույցների ղեկավարները, ընդգծում էին այն փաստը, որ հայ ժողովուրդը իր քվեարկությամբ փաստորեն եւս մեկ անգամ ցույց տվեց, որ ինքը կողմ է դեպի Եվրամիության հետ սերտ հարաբերություններին, եթե չասենք հետագայում Եվրամիության հետ անդամ լինելու։ Դա վերջին հարցումներն էլ էին ցույց տալիս, հարգելի Էլիզա, եթե ծանոթացել եք, ունեցել եք հնարավորություն ծանոթանալու նաև նույն IRI-ի հանրապետական միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից անցկացված հարցմանը, վերջերս եղան նաև EVN Report-ի կողմից անցկացված հարցումներից վերջինի հրապարակումը, դրանց հարցերով էլ կարող ենք նույն եզրակացությանը գալ, այսինքն ի պատասխան այն հարցին, թե քաղաքացիների որ հատվածն է ցանկանում Եվրամիությունում իրենց տեսնել, տոկոսը բավականին մեծ էր այն քաղաքացիների, որոնք որ կողմ էին Եվրամիության հետ հարաբերությունների զարգացմանը։ Ռուսաստանի ներկայացուցիչներն էլ հենց այդ պատճառով են ավելի շատ սրտնեղում, եթե կրկին անդրադարձանեմ նրանց քարոզչական պրոպագանդիստական հաղորդումներին եւ վերլուծաբաններին հաճախ հայկական ազգանուններով, ապա նրանք էլ հիմնականում դա են նշում, որ Ռուսաստանի նկատմամբ աջակցությունը Հայաստանում ընկել է եւ սա է նաեւ նրա հետևանքը, որ այսօր Հայաստանում ունեն այն պատկերը, որ ունեն եւ որևէ կերպ անգամ ծախսելով այն
ֆանտաստիկ ռեսուրսները, որ ծախսվեց ռուսական օլիգարխների կողմից, Ռուսաստանի կողմից, ինչպես նաև ադմինիստրատիվ ռեսուրսը, որ Ռուսաստանը նրանց տրամադրեց, ինչու եմ սա նշում, որովհետև մենք անընդհատ լսում ենք, որ իշխանությունները ադմինիստրատիվ ռեսուրս են կիրառել, չի նշվում կոնկրետ այդ ադմինիստրատիվ ռեսուրսը որն է, բայց այնուամենայնիվ վերջին առնվազն 2-3 շաբաթների ընթացքում մենք անդադար տեսնում ենք Ռուսաստանի կողմից պրոռուսական պրոքսիներին տրամադրվող ադմինիստրատիվ ռեսուրսի իդեմս նրանց քարոզչական հաղորդումների, իդեմս նույն FSB-ի, այսպես ասած, դաշնային ծառայության կողմից մատուցվող ծառայությունների, որոնք արտահոսքերի միջոցով նաև հասանելի դարձան հայ հանրությանը ավելի ուշ, ինչպես նաև գումարային տեսքով, եթե Ռուսաստանից մարդկանց են կոնսոլիդացնում, հավաքագրում եւ ուղարկում Հայաստան, որպեսզի նրանք քվեարկեն ավելի ճիշտ նրանց համար ցանկալի կուսակցություններից որից մեկ օգտին, ապա սրանից ավելի վառ օրինակ ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառման թերևս դժվար կլինի գտնել։ Ամեն դեպքում հարցին անդրադառնանք Տիկին Հոխիկյան, եթե պատկերացնենք, որ այս տեսքով խորհրդարանը սկսելու է գործել իշխանություն Նիկոլ Փաշինյան եւ ընդդիմություն Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան։ Ունենալու ենք նույն պատկերը, ինչ ունենք նախկինում, որովհետեւ նախկինում էլի Ռոբերտ Քոչարյանի ընդդիմությունը պաշտպանում էր պրոռուսական շահերի հատվածը, եթե կարելի է այդպես ասել, այսինքն նրանք միշտ են հանդես եկել, նա բազում անգամներ հանդես առհասարակ իր խոսքում հանդես է եկել ռուսական շահերի իբրև ներկայացուցիչ եւ պաշտպան ոչ Հայաստանի Հանրապետության, այնպես որ մենք խորհրդանում ստանում ենք եւս առնվազն մեկ կուսակցություն, որովհետեւ Գագիկ Ծառուկյանի հետ կապված դեռևս հարցեր կան, նրա կուսակցության հետ կապված, այսինքն վերջնական դեռ պարզ չէ նրանց կհաջողվի արդյոք հայտնվել ազգային ժողովում թե ոչ, այնուամենայնիվ այն երկու ընդդիմադիր կուսակցությունները, որոնք հայտնվել են այսօրվա ազգային ժողովում, այսօրվա տվյալներով առնվազն, նրանք ընդգծված ռուսական, պրոռուսական կողմնորոշում ունեն եւ եթե Ռոբերտ Քոչարյանի թիմը առնվազն վերջին տարիներին փոքր-ինչ քաղաքական է դարձել, կամ կային նաև այնտեղ քաղաքական գործիչներ, որոնք բավականին երկար տարիների փորձ ունեն, ապա այս նոր կուսակցության կազմում մենք քիչ ենք տեսնում նման ֆիգուրների, կան իհարկե ՀՀԿ-ից այնտեղ տեղափոխված որոշ անձինք, բայց այնուամենայնիվ այն խոսքը, որ մենք շարունակաբար լսել ենք վերջին 1 ամսվա ընթացքում, քաղաքական չի եղել։ Տիկին Հոխիկյան, սա նշանակում է, որ այս ուժերի ներկայությունը դանդաղեցնելու է Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների ընթացքը։ Այսինքն կային քաղաքական դաշտում ուժեր, որոնք ասում էին, եթե մենք հայտնվենք խորհրդարանում, մենք կնպաստենք ամեն ինչ կանենք, որ process-ները ավելի արագ լինեն։ Եթե հիմա չունենք այդ ուժերին խորհրդարանում, նշանակում է, որ իրենք խոչընդոտելու են ամեն կերպ, ամեն հնարավոր միջոցներով։ Թե քաղաքական կամք բավարար է իշխանության կողմից։ Եկեք արձանագրենք, որ առաջին հերթին իշխանությունը այսօր ունի մեծամասնություն խորհրդարանում, այսինքն գոնե խոսքը գնում է առնվազն սորական մեծամասնության մասին 50%-ից ավելին, իհարկե պատկերը կամբողջանա առնվազն հաջորդ կիրակի վերջնական արդյունքներով արդեն վերահաշվարկներից հետո։ Իդեպ մի բան նշեմ, մինչև դրան կանդրադառնամ, պարզապես տարբեր բողոքների ֆոնին, ձեր նախկին հարցերին ի պատասխան նաև տարբեր բողոքների ֆոնին արձանագրենք, որ նախկինում եթե լցոնումներ էին իրականացնում ընտրությունների ժամանակ, եթե զեղծարարությամբ էին զբաղվում արդյունքների, եթե մարդկանց նույն իշխանությունը բավականին լուրջ ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառմամբ տանում էր քվեարկելու իր օգտին եւ այլն, ապա այսօր դա տեսել ենք ընդդիմադիր կուսակցությունների կողմից դա մեկ եւ երկրորդ հերթին նշենք, որ նրանք այսօր ի տարբերություն նախկին ընդդիմությունների ունեն հնարավորություն Սահմանադրական դատարանում կամ այլ մեթոդներով վիճարկելու արդյունքները եւ վերահաշվարկ պահանջելու։ Երեք ինչպես տեսանք, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը նշեց, որ իրենք կարող են անմիջապես նաեւ վերահաշվարկել բոլոր այն տեղամասերի բյուլետենները, որոնք կասկած են առաջացնում այն ընդդիմադիր կուսակցությունների մոտ, որոնք որ հարցը բարձրացնում են, ու թեպետ որոշ դեպքերում կարող է եւ չկարողանան իրավասու չլինեն վերահաշվարկ պահանջելու, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը նշեց, որ իրենք այնուամենայնիվ իրենց նախաձեռնությամբ դա պատրաստ են անելու, թեպետ եւ օրենքը տվյալ պարագայում չի պարտադրում այս իմաստով վերահաշվարկ անել, հատկապես այն տեղամասերի համար, որտեղ վստահված անձանց չեն ունեցել։ Հիմա հետ վերադառնանք խորհրդարանի կազմին եւ Եվրամիության ուղղվածությամբ ընթացող գործընթացներին եւ ուղուն առհասարակ,
Նախ եկեք արձանագրենք, որ եթե իշխող ուժը ունի մեծամասնություն, ապա ես չեմ տեսնում առաստարակ որևիցե խանգարող հանգամանք, որը նրանց թույլ չի տալու առնվազն այդ ուղիով գնալ եւ իրականացնել այն բոլոր ծրագրերը, որոնք իրենց ողջ քարոզչական այդ ժամանակահատվածում, որոնց մասին մենք լսել ենք։ Ամենակարևորներից մեկը թերևս թրիփն է, թրիփի մասով մենք հենց ընտրություններից օրեր առաջ տեսանք վերջնական ստորագրումը համաձայնագրի, այսինքն նախաստորագրումը տեղի ունեցավ Մարկո Ռուբիոյի կարճայցի ժամանակ, օրեր անց այն այլևս արդեն տեսանք, օրեր կամ շաբաթ անց թերևս տեսանք նաև արդեն նույն համաձայնագրի ստորագրումը, այնպես որ այլևս խանգարող հանգամանք չկա շինարարական աշխատանքների եւ մնացած այլ աշխատանքների սկսելու մասով, պարզապես թերևս գնահատողական աշխատանքների վերջանալուն պես կարող են արդեն մեկնարկել նաև այդ աշխատանքները։ Մյուս հատվածով արդեն իշխանություն պետք է հստակ թերևս ներկայացնի, երբ որ արդեն կհայտնվեն խորհրդարանում, այս բոլոր գործընթացներից հետո պիտի հստակ ներկայացնեն այն քայլերի հաջորդականությունը, որ պիտի ձեռնարկեն, ինչ են պատրաստվում անել, ինչ հերթականությամբ եւ հաջորդականությամբ են պատրաստվում անել եւ ինչ ժամանակահատվածում են պատրաստվում անել, որովհետեւ այն Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների, ովքեր քվեարկել են ներկայիս քաղաքական ուժի օգտին, նույնպես հետաքրքրված են հասկանալու համար, թե բոլոր այն նախընտրական խոստումները, որ լսել են, ինչ ժամանակահատվածում է հնարավոր լինելու իրականացնել։ Խոսքը նաև վիզաների ազատականացման մասին է, խոսքը մի շարք այլ ծրագրերի մասին է, իսկ տնտեսական հատվածին եթե անդրադառնանք, գործարարներից շատերին էլ հետաքրքրելու է, վստահ եմ, պայմանավորված Ռուսաստանի կողմից կիրառվող սանկցիաներով, որոնք իդեպ նշենք, որ ԵԱՏՄ-ի բոլոր օրենքներին դեմ են գնում, բայց ինչևէ, դրանով պայմանավորված մեր գործարարներից շատերին հետաքրքիր է լինելու լսել, թե ներկայիս իշխանությունները ինչ են կարողանալու անել, որպեսզի նրանց համար բաց լինի Եվրամիության եւ մի շարք այլ ուղղությունների շուկաներ, որոնք թույլ կտան առնվազն տեղափոխել կամ վերապրոֆիլավորվել, ռուսական շուկայից կամ դեպի Եվրամիության շուկա կամ այլ շուկաներ, այլ ուղղություններ, որոնք հնարավորություն կտան մեր գործարարներին իրացնելու իրենց արտադրանքը։ Դրան ավելի ծավալուն կանդրադառնա։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք,
Միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Տիկին Հողիկյան խախտում չէր Նիկոլ Փաշինյանի կողմից ժամանակից շուտ հայտարարել հաղթանակի մասին, սա ընդդիմադիրները արդեն օգտագործում են, ասում են ուղիղ ճնշում էր կենտրոնական ընտրական հանձնաժողովի վրա, թեև կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը բացատրություն տվեց այդ մասով եւ նաեւ Վրաստանը մենք տեսանք հարևան Վրաստանը բավականին շուտ շնորհավորեց եւ առաջինը շնորհավորեց, ինչ հասկանանք։ Եթե իրավական դիտանկյունից այստեղ խնդիր չկա, ես չեմ հասկանում, թե ինչու եք անում խախտումը։ Ես նմանատիպ առհասարակ նմանատիպ պրակտիկա տեսել եմ մի շարք այլ երկրներում, նույն Հունգարիան, վերջերս երբ որ անցկացում էր իր ընտրությունները եւ ակնհայտ դարձավ, որ Օրբանը չի դառնալու, չի ձևավորելու հաջորդ կառավարությունը Հունգարիայում, հենց իրենց նախաձեռնությամբ զանգեցին դեռ վերջնական արդյունքներ չհայտարարված, զանգեցին եւ շնորհավորեցին իրենց օպոնենտին հաղթանակի կապակցությամբ։ Իսկ այստեղ մենք ինչ ենք տեսնում, այստեղ այն կուսակցությունները, ովքեր բավականին ֆանտաստիկ, ոչ թե բավականին մեծ, այլ ֆանտաստիկ մեծ ռեսուրսներ ծախսելուց հետո չկարողացան որևէ կերպ իշխանությունը զավթել Հայաստանի Հանրապետությունում, նրանք բողոքում են, որ այդ բոլոր ջանքերը գործադրելուց հետո իրենց չի հաջողվել իշխանության գալ, ուրեմն այստեղ մի բան այն չէ։ Հրաժարվելով հասկանալ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ոչ թե կներեք ընտրության տանելու մատերիալ է, այլ ազատ անկախ կամքի կամ արտահայտության իրավունք ունի եւ այդ իրավունքը արդեն երրորդ անգամ իրացնում է։ Եթե նրանք այս պրիմիտիվ բանը չեն հասկացել, դժվարանում եմ առասարակ ինչ որ գնահատականներ տալ մնացածին։ Ինչ վերաբերում է Վրաստանին, Վրաստանն էլ կարծում եմ հետևելով թերևս տենդենսին ընտրություններից հետո առհասարակ տվյալների հրապարակման, ենթադրաբար այդ տենդենսը հաշվի առնելով է թերևս շնորհավորել կամ գուցե կապի մեջ են եղել նույն Նիկոլ Փաշինյանի հետ, ով ինչպես նաև ընտրությունների գիշերը տված իր ասուլիսի ժամանակ նշեց, իրենց շտաբերից արդեն իսկ ունեցած ինֆորմացիայի համաձայն գիտեին, որ իրենք են հաղթողը ընտրություններում։ Այնպես որ սա թերևս ավելի լավ կլինի, այս հարցը ավելի ճիշտ կլինի ուղղել Վրաստանի նախագահին, ես չեմ կարող մեկնաբանել, կարող ենք պարզապես ենթադրել, այո, Տիկին Հողիկյան, Ռուսաստանից սպասում եք շնորհավորանքի, եթե այո, երբ եք սպասում, նաև այս համատեքստում անդրադառնանք այդ սահմանափակումներին, ինձ հետ հարցազրույցում հյուրերիցս մեկը ասաց դեռ շնորհակալություն ենք հայտնելու Ռուսաստանին այս սահմանափակումների համար, որովհետև դա ստիպելու է հայ տնտեսվարողներին տեղից շարժվել, գտնել նոր շուկաներ եւ ինչպես տեսնում ենք եվրոպական մի շարք երկրներ արդեն իրենց շուկաները բացել են մեր ապրանքների համար։ Երբ սպասենք եւ սահմանափակումները էլի կմնան թե կգա պահ, երբ իրենք կհանեն իրենց կամքով։ Ռուսաստանը դեռևս չի որոշել, թե ինչպես պիտի դիրքավորվի, որովհետև նրանք վստահ էին կամ առնվազն կարծում էին, որ իրենց հաջողվելու է հասնել բավականին մեծ հաջողությունների այստեղ, հաշվի առնելով այն մեծ ռեսուրս առհասարակ, որ ծախսվել է այս ուղղությամբ եւ այս ընտրությունների վրա իրենց ազդեցություն ունենալու համատեքստում։ Քանի որ չունեն այն արդյունքը, ինչ որ ունեն, ինչպես այլ դեպքերում մենք հաճախ ենք տեսել, որ նրանք պլան B-ի հետ կապված տարբերակներ որպես այդպեսին չեն ունենում։ Հիմա կարծում եմ այն ժամանակահատվածն է, երբ դեռ նրանք պիտի կողմնորոշվեն, այնուամենայնիվ դատելով այն հռետորաբանությունից, որ լսում ենք ռուսական տարատեսակ հեռուստաալիքներից, դեռ որ նրանք հակված են ընտրությունները հին մետադիչկային համապատասխան կամ այն մետադիչկային համապատասխան, որ իջեցվել է ըստ Մեդուզայի հենց իրենց իսկ օգտագործման համար, Հայաստանի ընտրությունները համարել ոչ լեգիտիմ, խախտումներով անցկացված, ինչպես նրանք են նշում լցոնումներով, կարուսելներով։ Ես ճիշտ ասած այսօր որ լսում էի Հայաստանի Հանրապետության ընտրությունների մասին նրանց մեկնաբանությունը, մի պահ ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ խոսքը գնում է Ռուսաստանի Դաշնությունում անցկացված ընտրությունների մասին, որովհետև առնվազն մեկնաբանողները վստահ են, որ գիտեն, որ Հայաստանում պարզապես հնարավոր չէ լցոնումներ իրականացնել, որովհետև ցանկացած քվե իդենտիֆիկացվում է այն մարդկանց անձով, ովքեր գնացել են քվեարկության, այսինքն չի կարող քվեատուփում լինել ավելի շատ քվեներ, քան քվեարկել
քվեարկել են մարդիկ, իսկ քվեարկած մարդիկ բիոմետրիկ նաև տվյալներ են թողնում նույն այդ ընտրատեղամասերում, այո։ Այնպես որ իմ տպավորությամբ դեռևս չեն կողմնորոշվել, իսկ նախկին փորձը հաշվի առնելով ոչ միայն ընտրական, ինչ որ տարատեսակ process-ների, այլ առհասարակ բարդ որևէ աշխարհաքաղաքական հարցերի մասով Պուտինին առնվազն 2-3 օր անհրաժեշտ, որպեսզի նա կողմնորոշվի, թե ինչ ուղղությամբ է ընթանալու եւ ինչ որոշում է կայացնելու։ Այսօր առնվազն հայտարարություն ենք լսում, որ դեռ ընտրությունների արդյունքները վերջնականացված չեն, այդ իսկ պատճառով շտապելու կարիք չունեն, բայց միևնույն ժամանակ նշեմ, որ Ռուսաստանում խիստ նեղսրտել են, որ Մերազմարական գործընկեր Ղազախստանի նախագահ առաջիններից մեկն է մեզ շնորհավորել։ Իսկ փողոցային պայքարի հնարավորությունը, եթե անմիջապես չի հետևում ընտրությունների արդյունքների հրապարակմանը, սա չի թույլատնում դրա հնարավորությունը այդ ճանապարհով։ Եկեք արձանագրենք, որ այս քաղաքական ուժերը անկախ ուժեր չեն, հարգելի Էլիզա, անկախ ուժեր չեն ասելով, ի նկատի ունեմ, նրանք համակարգվում են մեկ կենտրոնից եւ այդ կենտրոնը Հայաստանի Հանրապետությունում չէ։ Ու քանի որ նրանք համակարգվում են մեկ այլ կենտրոնից, նրանք համբերատար սպասելու են, թե ինչ է որոշվելու այդ մեկ կենտրոնում, որպեսզի պայմանավորված այդ որոշմամբ էլ առաջնորդվեն։ Այսինքն, քանի դեռ Ռուսաստանից մենք որևիցե քայլ չենք տեսնում, ես չեմ կարծում, որ մենք այստեղ նրանց կողմից քայլ կտեսնենք։ Այդ իսկ պատճառով նրանք չեմ կարծում, որ իզորու են հաշվարկներ անել այն մասով, որ եթե այսօր փողոց դուրս չեն եկել, վաղը իրենց փողոց դուրս գալը անիմաստ կլինի։ Ավելին ասեմ, ես չեմ կարծում, որ առհասարակ հնարավոր են հետընտրական լուրջ զարգացումներ մի պարզ պատճառով, որովհետև նույն այդ կուսակցությունների ընտրողը գաղափարական ընտրող չի։ Ընտրողների մի հատվածը քվեարկել է ժամանակին նույն Ռոբերտ Քոչարյանի օգտին, հիմա քվեարկում է Սամվել Կարապետյանի օգտին, այսինքն պարզապես ընդգծենք, որ այստեղ ունենք գործ մարդկանց հետ, ովքեր դեմ են Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, ինչպես շատ դեպքերում Նիկոլ Փաշինյանի ընտրողների մի հատվածն էլ կարող է դեմ լինել ռուսական կամ նախկինների իշխանության հետ վերադարձին։ Եթե գաղափարական հենք լիներ, որ առաջնորդվում էր ինչ-որ գաղափարաբանական արժե համակարգով, եթե նրանք իսկապես վստահ լինեին իրենց ճշմարտացիության, իրենց ճիշտ լինելու, իրենց հաղթանակի եւ այլների վրա, եթե իսկապես Հայաստանի Հանրապետությունը իսկապես այլ ոչ թե խոսքով ինչ որ գործողության գնար, որը որ կարելի էր որակել ընտրությունների վերջնական արդյունքների վրա իբրև ազդեցություն կամ զեղծարարություն կամ նմանատիպ ինչ որ այլ արարքներ, ապա նրանք 3 արդեն դեռ կլինեին փողոցներում։ Այնինչ մենք ճիշտ հակառակն ենք տեսել, մենք նմանատիպ գործողություններ կլինի դա ընտրակաշառքի տեսքով, կլինի դա տարատեսակ ռեսուրսների օգտագործման տեսքով, կլինի Ռուսաստանի Դաշնությունից եւ նաեւ Վրաստանից մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Հայաստան բերելու եւ քվեարկելու համար, այս ամենը հաշվի առնելով, այնպես չի, որ իրենք առանձնապես բողոքելու տեղ ունեն։ Պարզապես կրկին Ռուսաստանի Դաշնությունում կարծես դեռ չեն կողմնորոշվել, թե իրենց հաջորդ քայլը որը պիտի լինի, դրանով պայմանավորված դեռ որ պաուզայի ենք ականատես լինում։ Լսում ենք այն, ինչ լսում ենք նույն Ռուսաստանի Դաշնության կողմից հեռարձակվող տարբեր պետական ալիքներով, եւ կարծում եմ դեռևս սա այնքան կշարունակվի, քանի դեռ Ռուսաստանում որոշում չեն կայացրել։ Ու հետաքրքիր է, որ ընտրությունների արդյունքները, օրինակ նույն Հայաստան դաշինքը փորձելու է վիճարկել այն սահմանադրական դատարանում, որի կողմնակալ լինելու մասին բազմիցս իրենք են հայտարարել։ Այսինքն այստեղ էլ այս հակասությունը, եթե իրենք դիմելու են սահմանադրական դատարան, նշանակում է, որ իրենց նախկինում այդ մեղադրանքները այդքան էլ տեղին չեն կամ օբյեկտիվ չեն։ Չեմ կարող ասել, կրկին ես կարծում եմ սա ժամանակ ձգելու ավելի շատ տեխնիկա է եւ ավելի շատ ժամանակ ձգելու հետ կապ ունի, քան թե ինչ որ գործնական քայլերի, որովհետեւ ինչպես տեսանք, կենտրոնական ընտրական հանձնաժողովը բաց է բոլոր տեսակի հարցումների, բոլոր տեսակի վերահաշվարկի պահանջների համար, ավելին նրանք նշեցին, որ իրենք են պատրաստ բոլոր այն վիճելի ընտրատեղամասերում, որոնք առհասարակ հարցեր կառաջացնեն ընդդիմադիրների մոտ, իրենց նախաձեռնությամբ վերահաշվարկ իրականացնեն, որովհետև մարդկային գործոնը անշուշտ ամենտեղ կա եւ չի բացառվում, որ ինչ որ քվեներ հաշվարկելիս սխալ ֆիքսված լինեն կամ պարզապես մուտք անելիս, համակարգ սխալ մուտքագրված լինեն, ինչպես օրինակ 3 տեսանք ԲՀԿ-ի պահանջով վերահաշվարկ իրականացված 2 տեղամասերում քաղաքացիական պայմանագիրը եւս 500 քվեով ավելացրեց իր քվեները, որովհետև պարզապես մարդկային գործոնով պայմանավորված սխալ մուտքագրման հետ էին
գործ ունեցել քաղաքացիական պայմանագրի քվեները մուտք էր արվել տարբեր այլ կուսակցությունների, ոչ թե քաղաքացիական պայմանագրի։ Շատ լավ, քանի որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վերարտադրվեց, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս առավելագույնը ինչ ակնկալենք առաջիկա 5 տարվա ընթացքում Փաշինյանը նորից խոստացավ պատժել, նստացնել թալանչիներին եւ այլ երկրի շահերը սպասարկող օլիգարխներին, թեկուզ այս առումով կամ առհասարակ մենք առավելագույնը առաջիկա 5 տարում ինչ պետք է պահանջենք եւ ակնկալենք այս իշխանությունից։ Նախարձանագրենք, որ չվերարտադրվեց, այլ վերընտրվեց, որովհետեւ վերարտադրություն եթե ասում ենք, ապա մենք առնվազն նկատի ունենք, որ իշխանության վերարտադրման համար առնվազն գործ են դրվել մի շարք մեխանիզմներ, որոնք նույն իրավական process-ների հետ կապված խնդրահարույց են, ինչ վերաբերում է ինչ ակնկալենք, միանշանակ այն ամենը, ինչ խոստացել են։ Ոչ միայն ակնկալենք, այլ կարծում եմ քաղաքացիական հասարակությունը, 4-րդ իշխանությունը դեմս ձեզ, ինչպես նաև էքսպերտային համայնքը, փորձագիտական համայնքը միանշանակ պիտի խաղային դերը, որ թերևս ընդդիմությունը չի խաղալու խորհրդարանում, այսինքն հակակշռի կամ հավասարակշռի Նիկոլ Փաշինյանի կուսակցության իշխանությունը խորհրդարանում պահանջելով եւ պարբերաբար հիշեցնելով, որպեսզի նրանք կատարածեն այն բոլոր խոստումները, որոնք նրանք տվել են մինչ ընտրությունները նախընտրական շրջանում։ Սա առնվազն այնն է, ինչ որ մենք պիտի անենք եւ ոչ թե պարզապես հույս ունենանք, որ նրանք գուցե հիշելով այդ ամենը կիրականացնեն, բայց կարծում եմ, որ այդ խոստումների իրականացումը պայծ դրությամբ բխում է նաև նույն Նիկոլ Փաշինյանի կուսակցության եւ իշխանության շահերից, որովհետեւ հերթական անգամ, երրորդ անգամ արդեն կարող ենք արձանագրել, եթե հեղափոխությունից հետո նմանատիպ իհարկե ճնշումներ, ռուսական ուղությունից չենք տեսել, ականատես չենք եղել, իշխանությունը յետ գրավելու փորձեր չենք տեսել, ապա վերջին երկու ընտրությունների ընթացքում մենք դրա ականատեսն ենք լինում եւ ինչպես տեսանք երկրորդ անգամ շատ ավելի մեծ մասշտաբներով ու մեծ ուժգնությամբ, այնպես որ կարծում եմ սա բխում է նաեւ իրենց շահերից, որպեսզի այնինչ խոստացել են իրավական այն բոլոր process-ները, որոնք նրանք խոստացել են, որ կիրականացնեն օրենքի շրջանակում եւ սահմաններում իրականացնեն։ Ռուսաստանի հետ հարաբերությունների բարեփոխում, չգիտեմ, ճգնաժամի ախտահարում, ես կարծում եմ պետք է սպասում վերանայվի նաև Ռուսաստանի հետ հարաբերությունները առողջացվի, ինչպես նշում են մի շարք փորձագետներ, նաև լսել եմ նույն տերմինի իշխանության ներկայացուցիչների կողմից, որ այս ուղղությամբ մենք առողջացման կարիք ունենք եւ իրոք Ռուսաստանի Դաշնությունը ի վերջո պետք է հաշտվի այն մտքի հետ, որ Հայաստանում ոչ թե ընտրելու մատերիալ է բնակվում, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են բնակվում, ովքեր ունեն ազատ կամահարտահայտման իրավունք եւ այդ իրավունքը շատ հաջող, բարեհաջող կերպով իրացնում են արդեն երրորդ անգամ։ Սա թերևս նրանց պետք է կոմունիկացվի, որովհետեւ այստեղ շատ պարզ պատճառ կա։ Ռուսաստանի Դաշնությունը չի ուզում կորցնել Հարավային Կովկասը, իսկ նրանք վերջին ամիսների ընթացքում պարբերաբար խոսել են այն մասին, որ կորցնելով Հայաստանը, նրանք առհասարակ կորցնում են Հարավային Կովկասը։ Ավելին, նշեմ, որ նրանք երբ խոսում են Հայաստանի մասին, չեն խոսում իբրև պետության, չեն խոսում առհասարակ իբրև մի միավորի, որը իրավունք ունի ձայն ունենալու կամ ընտրություն անելու։ Եթե լսում ենք վերլուծություններ տարբեր փորձագետների կողմից, շատ դեպքերում անգամ քաղաքական գործիչների կողմից, ապա հասկանում ենք, որ նրանք Հայաստանի նկատմամբ նկրտումները, Ռուսաստանի կողմից եղած Հայաստանի նկատմամբ նկրտումները ավելի շատ տարածքային են, այսինքն նրանք պատկերացնում են Հայաստանը որպես տարածք, որը պիտի սպասարկի իրենց շահերը տարածաշրջանում, այստեղ եթե խոսում ենք շահերից, պետք է նշենք, թե կոնկրետ ինչի նկատի ունենք։ Տեսեք, վերջերս առնվազն մի քանի անգամ լսել եմ այն մասին, որ հենց թեկուզ միայն այն հանգամանքը, որ նույն այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, որը որ Ադրբեջանն էր պահանջում, չհաջողվեց սեփական վերահսկողության տակ վերցնել, դա մեծ կորուստ է, որովհետև նույն այս թրիփը, որը որ Հայաստանի Հանրապետությունը, որի շուրջ Հայաստանի Հանրապետությունը պայմանագիր է կնքել Միացյալ Նահանգների հետ, միջին միջանցքի մասը, դա գիտեք վստահաբար, թեպետ մենք պարբերաբար լսում ենք նույն
ընդդիմության կողմից, որ դա բոլորովին կարևոր չէ, դա ընդամենը 44 կիլոմետրանոց մի փոքրիկ հատված է եւ այլն։ Այնինչ նրանց ռուսական կուրատորները եւ ռուսական փորձագիտական համայնքի ներկայացուցիչները գտնում են, որ դա շատ կարևոր հատված է, քանզի միջին միջանցքի մի մասը, որը ավաղ Ռուսաստանի Դաշնության վերահսկողության տակ չի լինելու, իսկ դա նշանակում է, որ նրանք կորցնում են ոչ միայն վերահսկողությունը եւ ազդեցությունը Հարավային Կովկասի եւ Հայաստանի նկատմամբ, այլ առհասարակ ինչ որ X պահի կարող են կորցնել ազդեցությունը եւ վերահսկողությունը Կենտրոնական Ասիայի դեմ։ Ձեզ էլ հայտնի է, շատերին էլ հայտնի է, առհասարակ այս տարածաշրջանը եւ մասնավորապես Ադրբեջանը համարվում է դեպի Կենտրոնական Ասիա դարպասները եւ դա այն հատվածն է, որը Ռուսաստանի համար թերևս ամենախոցելի մասերից մեկն է համարվում։ Սրա մասին բազմիցս խոսել են ամենատարբեր ստրատեգներ, այդ թվում նաեւ Բժիժինսկին է այս հարցը քննարկում իր գրքում։ Այնպես որ Ռուսաստանը այսօր Հայաստանի մասին խոսելիս խոսում է ոչ թե իբրև պետության մասին, այլ խոսում է մի տարածքի մասին, որի կարիքը նա ունի իբրև իր սեփական ետնաբակի, որը թույլ կտա իրեն իրացնել իր շահերը կամ սպասարկել իր շահերը եւ իրացնել իր պլանները տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական համատեքստով։ Սա մենք պիտի հասկանանք, ու երբ մենք քննարկում ենք, որ գուցե չարժի Ռուսաստանի հետ հարաբերություններ փչացնել կամ գուցե չարժի այսքան ընդդիմանալ եւ այլն, մենք պիտի հասկանանք, որ խոսքը նրա մասին չէ, որ եթե մենք դադարենք ընդդիմանալ, ապա Ռուսաստանի Դաշնությունը հանկարծ հրաժարվելու է իր պլաններից կամ իր շահերից։ Դա նույնն է, որ մենք ասենք, եթե չընդդիմանանք, գուցե մեզ կուլ տալուց նրանք այդքան էլ մեզ չցավեցնեն։ Ռուսաստանի Դաշնությունը պարզ հայտարարում է, որ ուզում է Հայաստանի Հանրապետությունը կուլ տալ։ Նրանք պարզ արձանագրում են, որ Հայաստանի Հանրապետությունը իրենց համար պետություն չէ։ Նրանք պարզ հայտարարում են, որ Հայաստանի Հանրապետությունը գոյություն իրավունք ունի, եթե սպասարկում է Ռուսաստանի Դաշնության շահերը։ Եվ եթե սրանից հետո մենք դեռ շարունակում ենք կարծել, որ եթե Ռուսաստանի Դաշնության հետ մենք փոքր-ինչ ավելի մեղմ վարվենք կամ թույլ տանք, որ նրանք իրենց շահերը ազատ իրականացնեն կամ սպասարկեն Հայաստանի Հանրապետությունը, նրանք մեզ չեն ցավեցնի կուլ տալուց, ապա մենք սխալվում ենք։ Խոսքը հիմա նրա մասին է, արդյոք մենք պատրաստ ենք պայքարել պետություն ունենալու իրավունքի համար եւ արդյոք պատրաստ ենք եւ ուզում ենք պետություն ունենալ, թե ուզում ենք պարզապես ապրել Ռուսաստանի Դաշնության ետնաբակում։ Մենք տվեցինք այդ հարցի պատասխանը ըստ էության այս ընտրությունների արդյունքներով Տիկին Հողիկյան։ Այո։ Հուսով եմ տեր կկանգնենք, շնորհակալ եմ բովանդակալի զրույցի համար։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի կանայք եւ գլոբալ անվտանգային ճարտարապետություն կենտրոնի ավագ փորձագետ Էլեն Հողիկյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաեւ այդ հարթակում աջակցել էկրանին երևացող QR կոդով։ Thank you.